Խնդրեմ։ Խաղացուն ձեզ սիրելի եղբայրներ քուրեր, ասենք փառք Աստծո այսօրվա համար։ Իզմա մեծ ուրախություն եւ պատիվ է ձեր հետ այստեղ ներկա եղնել Աստծո ներկայության մեջ, կանգնել եւ Աստծո խոսքով ծառայել։ Չէ իմացա ախպերս, իմանայի ավելի շատ կծայենք։ Փառք Տիրոջը։ Գիտեք, մարդիկ կան, որ առանց ճանաչելու իրան ճանաչում ես։ Այդ մարդիկ են, որ մի հոգուց ես։ Դες Հիսուս Քրիստոս աշկերտներին երկու հոգու էր ղրգում ծառայելու։ Ինքը այնց էր ղրգում երկու հոգի, ովքեր որ իրար հետ էին, մի հոգուց։ Նկատել եք, այնտեղ առաքյալներ կան, միշտ երկուսով էին, իրանք իրար հետ էին ամեն ինչ կիսում, խոսում։ Ու տենց ամեն մարդ մի բնավորություն ունի, մի արժեք ունի իր սրտի մեջ, որ գտնում է մի մարդ իրան նման։ Իրան սիրտը քաշում է, ուզում է հետը շփվի, հնգերություն անի։ Ու այսօր ձեր հովիվը այդ մարդկանցից է, որ իմ սիրտս մտավ, որ ես ես իրան նայելու շատ սիրեցի։ Անկախ նայած ու իմ փեսուն շատ նման, հա։ Որ եկա մեր եկեղեցի ասում են, «Էս դվայնիկն է»։ Իմ աղջիկա մարդուն է նման։ Հա։ Իմ փեսեն Հրազդանից է։ Հա։ Բերեք ոնց ասեմ, ես այսօր կուզենայի ձեր հետ քարոզել, գիտեք ոնց, ես ուզում եմ քարոզեմ իմ կյանքի վկայությունից։ Ես որտեղ գնում եմ առաջանամ, սկզբից ծանոթանում եմ։ Ամենաուժեղ ծանոթանալու բանը, երբ որ մարդուն դու մոտիկից ճանաչում ես, երբ որ իմանում ես մարդու կյանքում Հիսուսը ինչ արել, ու դες այդ մարդուն դու ավելի լավ ես ճանաչում, քան այն մարդը, որը չես գիտի Աստված իր կյանքում ինչ արել։ Ու ես կուզենամ, որ մենք էլ իրար լավ ճանաչենք, իրար լավ իմանանք, որովհետև մի հորից ծնված ենք ու փառք նրան հավիտյան։ Մի հատ իմ սիրած տևերից մեկն է, որ ես միշտ վկայությունից առաջ կարդում եմ, կուզենամ ձեր հետ կիսեմ այդ տեղը։ Դա Եսայա մարգարություն 51:1-ը։ Ասեմ ձեզի, ես դպրոցում լավ չեմ սովորել, ծույլիկ եմ եղել, ինձ ասում էին, այ մաց սովորի, դվորնիկ կդառնաս, ոչ սովորես, չոբան կդառնաս, բայց չոբան դառնանք փառք Աստծո։ Դվորնիկ չէ։ Մարգարական էր մորոս ասածները։ Հավատում եք, որ ես կարդալ սովորել եմ, երբ ապաշխարել եմ։ 27 տարեկան տեղից նոր սկսել եմ ես կարդալ։ Իմ образованиած երրորդ դասարանի образование ինձ даже հոգևոր համասարան չընդունեցին, ասեն սրեդնի образование չունես, խնդրում աղաչում ես, կամ հետևեն ստեմ դիպլոմ պետք չի, պրոստը սովորեմ, վերջը հովի եմ դառնում, մամոց չի, այդ կարդալ չեմ կարա, խոսալ չեմ կարա, Աստված ինձ սկզբից ծառայություն տվեց, հետո նոր սովորեցրեց այդ ծառայության մեջ կայանալ, փառք Հիսուսին։ Խնդրում եմ, որ կարդամ մտքիդ մեջ դատապարտես, ոնց է կարդում են, թե չէ այն Սուրբ Հոգու օծությունը կորցնես, որ ուզում ենք բոլորը ստանանք Տիրոջից, փառք Տիրոջը։ Ես ռուսերեն եմ կարդում, բայց հիմա ես փորձեմ հայերեն կարդամ։ Ինչի եմ ռուսերեն կարդում, ռուսերեն ես ավելի խոսքեր կար, Աստվածաշնչը ես չէի հասկանում, բայց ռուսերեն ավելի հասկանալ էր, դե երկուսն էլ լավ չեմ կարդում։ Փառք Տիրոջը։ Ինձ լսեցեք, ով արդարության հետևորդներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցեք այն վեմին, որից դուք կտրված եք, եւ այն հորին գուբին, որից դուք փորված եք։ Ռուսերեն այսպես է գրած. Послушайте меня, стремляющих к правде, ищущих Господа, взгляните на скалу, из которой вы иссечены, и в глубину рва, из которой вы извлечены. Ամեն մարդ, ով դարձի է գալի Քրիստոսին, պետք է չմոռանա այս տեղը, որ ինքը մի փոսից է հանված եւ մի ժարից է շինված։ Պրոբլեմները քրիստոնեությանը շատերը տկարանում են հոգեվոր կյանքում, ճանապարհին կանգ են առնում, շատերը դաժե հետ են գնում ու չեն մտնում իրաց կանչվածության մեջ, նայա որ իրանք մոռանում են այն հրաշքը, որ Աստված իրանց կյանքում արել է։ Ու այն օրհնությունը, որ իրանց տվել է, իրանք չթերագնահատում են, փոխելով այս աշխարհի արժեքներ ունայն եւ ինչ որ մեղքի ցանկությունների վրա։ Ես չեմ տեսել մի հատ հավատացյալ, որ աշխարհ գնացած եղնի կամ
եկեղեցու մեղնի, բայց գոլ վիճակում հակա հաճկա նույն բանն է, ու ինքը երջանիկ եղնի։ Ամենադժբախտ մարդիկ էս աշխարհում այդ հավատացյալները, թե դուք գտնեք մի մարդ, դրանից դժբախտ չեք գտնի աշխարհիկների մեջ։ Աշխարհի ամենադժբախտ մարդը իրանից երջանիկ է։ Որտեղ տենց էլ գրած է, եթե ձեզի Հիսուսը մենակ այս աշխարհում է պետք, ուրեմն դուք այս աշխարհի ամենադժբախտ մարդկանցից դժբախտն եք։ Ես ծնվել եմ Թիլվիզում, Հավլաբար ռայոնում։ Այդ ռայոնը Ամերիկայի պես Չիկագո տեղ է։ Այդտեղ участковին ամեն տարի փոխում էր։ Այնտեղ, ասենց ասեմ, ապրում էին գելերի մեջ, ու գելերի պես պետք է ձայն հանենք, դուրս ձև չէր կա, չունենք ոչ մի շանս խելոք կյանք ապրելու։ Իմ ընտանիքը հանցագործ ընտանիք է եղել։ Իմ հայրը, ես աչքերս բացել եմ, տեսել եմ ծեթ, ջարդ, հայհոյհանք, նարկոտիկի ծուխ, ու ոչ մի բան չեմ տեսել։ Իմ աչքի առաջ մարդու անգաջ էին կտրում, ես տեսնում էի ոնց էր հայրս խենթի պես մորս սիրում եւ ոնց էր ատում իրան նույն ժամանակ։ Ես աչքերս բարձել եմ, տեսել մայրունոտ մայրես կողքից ընկած, գլխին վրին սա խրուստալի փշրունքներ, հարևաններ կորմենս կորի կանչեցեք։ Ու ես այս ամեն ինչի մեջ, այս փոսի մեջ մեծանալով չեմ պատկերացրել, որ Աստծո զավակ դելինեմ։ Գիտեք, Պողոս Արաքյալը ասում է, որ դուք եք կենդանի նամակը։ Աշխարհում շատ կրոններ կան, ամեն մարդ ասում է մենք ենք ճիշտ, բայց հավատացեք չկա տենց կրոն, ու տենց հավատ, որը ունենա կյանքի վկայություն։ Ոչ մեկը չի կարող ասի, թե իր կյանքում իր Աստված ինչ արել։ Ես ծնվել եմ Թիլվիզում, որտեղ 65 ազգություն կա, իրար հետ մեծացել ենք, մենք 3 լեզու լավ գիտենք։ Ռուսերեն, հայերեն ու վրացերեն։ Վրացիներ, ռուսներ, սաղներ 3 լեզու գիտեն։ Ով մեկ խոսում ենք, դուք չեք կարող ջոկեք։ Ով ամեր մեջ վրացի, ով ամեր մեջ չի հայ, այդտենց մեծանում ենք մենք։ Ու գիտեք, ես տեսել եմ տարբեր կուլտուրա, ու միշտ հպարտ եմ եղել ես հայ։ Որտեղ հայերի մեջ մի սենց աստվածային բան կա, որ չկա ոչ մի ազգերի մեջ սիրելիներ։ Դուք մենք պատական չենք ստեղծվել այս ազգությունը, ու մենք այն ազգն ենք եղել, որը աշխարհին ասել է, որ մեր Տերն ու Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք նոր ուխտի որդիներն ենք։ Այսօր հայերը հպարտանում են դրան, բայց մեծամասնությունը դա չի հասկանում։ Ում ով է հպարտանում ու ինչի է հպարտանում։ Երբ որ ես քարոզում եմ հայերին, իրանք մենակ մի բան գիտեն իրաց հավատքից։ Իրը կարող եք թվին քրիստոնյա ենք, բայց քրիստոսային կամ հերո են, էլ չասելու։ Ու ձեզ ավելին ասեմ, ինձի հայ շատ, ոչ ոք չի հալածել հավատքիս հիմա, ես թուրքերին եմ քարոզել, թուրքերին ինձ ավելի շատ են հարգել, ավելի շատ են տեղել, քան իմ ազգի ժողովրդին։ Բայց անկախ դրանից ես մեկը իրան շատ եմ սիրում։ Գիտես ինչի, որովհետև դա ես չեմ ընտրել այդ ազգությունը։ Քո կյանքում դու կարաս քեզ ընտրես սիրած աղջիկ, դու կարաս ընտրես սիրած տղա, դու կարաս քեզ ընտրես հնգեր, բայց դու չես կարող քեզ ընտրես ծնող։ Դա Աստծո պարգև է։ Ու ինչ ծնող ուզում է եղնի քո կյանքում։ Լավն է թե վատն է։ Նարկոմանա, պիանիցա, թե անառակա, քո ծնողն է, որպես ծնող դու պետք է հարգես։ Որովհետև Աստված ոնց որ իր հանդեպ է պահանջում հարգանք, այդ ձև հարգանքը պահանջում ամենավատ ծնողի հանդեպ։ Ոչ ոք չի կարող ասի, ես չեմ հարգում իրան, որովհետև ինքը կյանքում ոչ մի լավ բան չի արել, ինչ էլ արած չեղնի, դու կյանք ես ստացել Աստծուց ծնողիդ միջոցով, ու դու պետք է գնահատես։ Որովհետև ծնողը դու չեղներ, դուք հետ Աստծուն որ պաշտում ես, չեր պաշտի։ Ինքն է, դրա համար պետք է հարգես։ Ինքը ժամանակավոր քեզ տրված է որպես Աստված քո կյանքում։ Դու իրանց կախում ունես, ինքը քեզի գուրգուրում ու սիրում է, ու դու պետք է հարգես այդ դա։ Իմ վկայությունը սիրելիներ երկու մասից է բաժանված։ Մեկ իմ ծնողների մասին, մեկ իմ անձնական կյանքի մասին, ու ընկերոջ մասին։ Առաջին մասը ես կարամ պատմեմ սեր եւ տանջանքների մասին։ Երկրորդ մասը մոլորություն, հպարտություն եւ ապաշխարություն։ Զեմ դրանից որ իմ պապայից, մամայից մեջ ես տեսել եմ այնպես սեր, որ ես այդպես սեր չեմ տեսել ոչ մեկի մեջ։ Ու այդպես չարություն, որ այդպես չարություն ես չեմ տեսել ոչ մեկի մեջ։ Ինչ որ ես կպատմեմ, Աստծո առաջ եմ ասում, ոչ մի բան չեմ կանչացնելու։ Մի բան էլ կասեմ, մեղմ եմ պատմելու, որ ես պատմեմ մանրամասը, դուք չարությամբ կլսվեք իմ հոր հանդեպ ու Աստծո հանդեպ։ Որովհետև կասեք Աստված ո՞նց կարա ասես բան թույլ տա։ Դրա համար ես մի քիչ քան կարամ մեղքը պատմեմ։
Բայց դուք պատկերացրեք, որ այդ ամեն ինչի մեջ Տերն է փառավորվում։ Հերս 9 տարեկան երեխա էր, մամաս 8 տարեկան։ Հերս տիլվիզից էր, մամաս Գանձա գյուղից։ Եթե գիտեք Վահան Տերանին, այդ գյուղից։ Իրանք հորս կողմը, մայրական կողմը, Ջավախքից են։ Սատխա գյուղից, Գանձայից, հորս կողմը Տիլվիզից են։ Պապերս եկել են Ղարաբաղից, Խաչինգերից, արմատներով ընդեղից ենք։ Չաստրեցի գնայ տենայ այդ Խաչինգերը, գնայ այցելեի պապական հողերս կռիվ սկսեց, չաստրեցի։ Աչքս մնաց կարոտ, ոչինչ։ Իսո գգա գնամ կտենամ։ Հակ Տիրոջը, ամեն։ Պատկերացրեք մի երեխեք, որ սիրահարվում են իրար վրա։ Երկու տուն է, Ֆինսկի տունիկ իրար կպած 15 մետր հեռավորությամբ, բայց այս երկու ընտանիքը իրար ատում էին։ Եթե Բոբի կինոն տեսել եք, մոտավոր այդ կինոից են պատմելու։ Երկու մարդիկ սիրահարվում են, որը պետք է չսիրահարվեն։ Բայց երբ որ ծնողները իմանում են, գժվում են, ասում են դուք սրանց հետ ինչ գործ ունեք, էդի խուլիգան, խուժան, դուս են գած, ցեղ են, դրանք ասում են սրանց հետ ինչ գործ ունենք, ագար, ժլատ, կապեկի մեռած մարդիկ են, այս երեխեքը ոչ մեկին բանի տեղ չէին դնում։ Թաքուն իրար սիրում էին։ Երբ որ հերս ուջր վախտվանից բանը չի գիտեր ինչ բանա։ Ինքը շատ դուխով եւ շատ հարգված մարդ է, ամեն տեղ։ Իրան սաղ սիրել են, դաժե թշնամիները։ Ես կպատմեմ, կհամոզվեք։ Թշնամին դաժե իրան սիրել է։ Այդ իր մարդկային եւ իր դուխի հիմա։ Գիտեք, մարդը ինչքան պետք է աստվածային մաս ունենա մեջը, որ այդ աստվածային մասի խոսք իր մեջ կյանք դառնա։ Չիմանալով ինքը դաժե, որ դա Աստծոց է։ Դուք հավատում եք այն խոսքին, որ գրված է, ինչ որ բարի ու կատարյալ բան կա, երկնքի հորից է։ Ոչ մի բան լավ բան մարդուց չկա։ Ես միշտ ասում եմ, եթե իմ մեղք եք տենում իմ մեջ, դա ինձանից է։ Եթե սուր բան կտենաք, դա Աստծոց է։ Ես ոչ մի բան չունեմ իմ կյանքում։ Մենք եկել ենք, մենք ծնվել ենք, մենք կմեռնենք ու այս աշխարհից բացի երկրպագությունից երկինք ոչ մի բան չենք տանել։ Ոչ մի բան։ Գիտեք, հարազատներ ջան, երբ որ իրանք սիրում են իրան, սաղ ասում են երեխա են, սիրում են, դե տեսան օգուտ չունի, բան տեղ չէին դնում, բայց այս երեխեքով մեծանում էին, իրանք ավել էին մտերմանում։ Երբ որ հայրս դարավ 15 տարեկան, մամաս 14 տարեկան ավտոբուսը նստին ու փախան։ Ուրիշ ճար չունեն իրար հասնելու, իրանք կյանքում չեն խնամի դառնա, իրանք կյանքում չեն համաձայնվի, ու իրանք հասկացան, իրանք սերը մենակ կարան պաշտպանեն իրան։ Ու երբ որ մամաս եկավ Թիլվիզ, հայրս հերվից ցույց տվեց Խոջովան պարկը, որտեղ խուժանանոց էր, ինքը ընդեղի կարող ասեմ թագավորներից էր, միշտ պարտանում էր, էսի այստեղ ամեն ծառը ես ասում եմ հաշվել եմ, ամեն ծառի վրա իմ անունս գրած է, այստեղ ես եմ շեֆը։ Հպարտ մարդ էր։ Ինչ այդ տեսել է, խեջ այդ էլ սովորել էր։ Ու գիտեք, առաջի մամաս հələ դուրը ոտը ներչեր դրել, հերս սիլա խփեց իրանց, չփռնեց։ Ասին որ դա տենց ադաթա հարսը արդյունքներով պետք է մտնի տունը։ Տատիկս որ տեսա մորս, ասում ես ում ես տուն բերե։ Իմ քերոջս հարև դժմաններն ես տուն բերե։ Ռադարա թող գնա։ Ես եթե մեկը կարդացել է Շուշանիկնի չարչարանքները, դա չի կարդաց խորտ կտամ կարդացեք։ Դա մի մամայի մասին է վերած։ Այս կնիկը այդ օրվանից աչքը չի չորացել։ Ես պատմում եմ ձեզ, այն ինչ որ տեսել եմ։ Ու ինչ որ ես չեմ տեսել, հարևաններից եմ լսել։ Ու երբ մամաս ասում էր, ես մտածում էի թե քանչացնում էլի։ Ամեն հարց կեսուրի դեմ թորներին լարել գինի դին զում լարել։ Տատիկի մեգա շատ եմ սիրում, բայց երբ որ ես մեծացա, ես տեսա այդ կնգամեջ սիրելու բան, ոչ մի բան չկար։ Գիտեք հետաքրքիր ինչն է սիրներ, որ իմ մաման հորս այնքան շատ ասիրել, չիմանալով Կորինթացիս 13 գլխի մասին, որ սերը երկարամիտ է, շատ երկարամիտ է։ Որ սիրո մեջ չարություն չկա, չարություն մեջը բաշե չի պահի։ Ես հպոն լսում էի, թե ինքը սիրո խաթուր ինչեր է համբիրե։ Ես չեմ կարծում, թե այս աշխարհում մի հատ կնիկ կարար համբիրեր։ Իմ հնգերների հայրերն են չար եղել, նեղացրել անցկանա, ծեծե, անհարգե հայե, բայց իմ հերս
եթե մրցույթ եղներ աշխարհի օլիմպիական չեմպիոն կեղներ, կնիկներին նեղացնելու մեջ։ Այդ մարդը խենթի պես սիրում էր, բայց սերի հետ միասին ատում էր։ Ու ոչ ոք չէր կարող ասել, որտեղ է սահմանը սիրու ատում մեջ, որտեղ է չի նկատում։ Երկուսն է զգացողության վրա է։ Երկուսն է իր կարա դառնա։ Ու մարդը չի կարա ջոգի, ոնց է սիրուց անցնում ատելություն, ոնց է ատելությունից նորից սիրուն դառնում։ Դա կոչվում ամրոց, դրդինյա, բռնվածություն, վատ բնավորություն, ով մարդը չունի գիտակցություն, չարը բարուձանազանի։ Փառավորում եմ այն Աստծուն, որ ունի մի մուրջ, որ Աստծո խոսքը քանդում է նման ամրոցները, ու չկա մի ամրոց այդ մուրջին կարա դիմանա։ Փառավորվի նրա անունը։ Ես տեսել եմ այդ դրա զորությունը։ Սիրելիներ, հարևաններս ասում են, որ իմ մաման իր սիրուհումը այնքան է հալածվել, որ սա մտածում են այս մարդը հիմար է։ Ոչ մի նորմալ մարդ, ոչ մի տողոխաթուր սիրած, ասեն չարչանակների չէր դիմանա։ Ինքը չուներ Սուրբ Հոգու զորություն, ինքը չուներ ավետարան, իր հերնումեր ասում են քու ընտրությունն է, ոնց ուզում ես ապրի, դուրը փագա քեզ նմա։ Ինքը չուներ տեղ որ փախներ։ Քանի անգամ ասում է գնացել եմ մոստից ինձ գցեմ հալվաբարի քուրը։ Ասում է չի գցում, մտածում է հերդ ստրես կտանի։ Հերդ կգժվի, իր մասին չի մտածում։ Ես հասկանում եմ ինչա նշանակում безусловно любовь, հայերեն ոնց է, անպայման սեր, որ մարսերը ինչ է вообще իր մեջ, սերը նա է, որ իր մասին չի մտածում, սերն այո, իրան ուրիշին է տալի, ու ինչ որ ցանկություն ունի, ինքը նրան է տալի, ու դրանով է ինքը ուրախանում, որ տալիս է, դրա Հիսուս ասել, լավը տալը, քանց վերցնելը, ու չկա տեն սեր, որտեղ չկա նեղություն, որտեղ չկա անհանգստություն, որտեղ չկա չարչարանք, եթե չկա այդ ամեն ինչը, այդտեղ էգոն է, այդտեղ սեր չի, էգոն նա է, որ ինքը իր սրտում մի տեղ ունի, էլ ոչ մի բան չի տեղավորի, ես, ինքը իրան այնքան կարա սիրի, որտեղ Աստծուն է տեղ չեղնի։ Դրամա մարդը, որ ծնվում է սկզբից ծնվում է էգոիստ, ինքը սկզբից իր շահն օգուտն է մանգալի, լուբո երեխա, դա մանկությունն է, դա նորմալ է ժողովուրդ։ Մարդը չսիրի իրան, ինքը չի կարա սիրի ուրիշին։ Հիսուս Քրիստոսը, որ ասացին ամենամեծ պատվիրանն որն ասեց, սիրի քո Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով ու կարողությունով է։ Սա ասում ամենամեծ պատվիրանն է եւ նույն պատվիրանն է սիրի քո անկերոջը քո անձի պես։ Ինչի քո անձի պես։ Եթե դու չունես սեր քո հանդեպ, դու ինչ պետք է տաս ուրիշին։ Դու չունես ոչ մի բան տալու։ Նրանք ովքեր չեն սիրում իրենց անձը, դրանք կներեք բոմժերն են։ Իրանց սերավնով է, իրանք ուր են գնում, ինչ են անում։ Իսկ մարդը որ սիրում է իրան, ինքը պետք է խնամի իրան, ինքը կերակրում իրան ու ցանկանում է փրկություն, դա նորմալ է։ Բայց երբ որ մարդը սկսում է իրան սիրել այն աստիճան, ոչ ոքին էլ չի սիրում, ինքը դառնում է էգոիստ, ինքը դառնում է դժբախտ մարդ, մենակության մեջ մեռնող մարդ։ Ու հարևաններն են թաղում այդ մարդկանց, որտեղ ոչ ոք չունի, սաղին ատում է, սաղին բռնել է կյանքից։ Ոչ ոքին իր սրտում չի տեղավորվել։ Այս սրանք դժբախտ մարդիկ են։ Աստծու մոտ կգան, թե Աստծուց քերանան, իրանք ճակատագիրը գրված ճակատ են, իրանք ընտրությունն է դա։ Իմ մամաս այդ մարդկանցից չէր, բայց հերս մի քիչ տենց բան ուներ։ Ու գիտեք, այդ երկուսի հետևանքը տեսնելով ես միշտ վախեցել եմ այս կյանքից, ես ինչ կյանքով մարդ ապրում է։ Ոնց կարա մարդը այդտենց սիրի, որ ատի։ Հարևաններն ասում են, որ կեսուրը մամայի բալա էր հերս։ Միշտ ասում աղջիկեք, ինչ տղա ուզում ա եղնի, հավատացյալ եղնի։ Ուզում ա ծառայ եղնի։ Եթե մամայի բալա է, այդ տղուն չուզեք։ Այդ մամայի բալաները իրանց Աստված իրանց մաման է։ Եթե մաման քեզ հավանեց, կընդունի։ Եթե մաման քեզ չհավանեց, դուս կանի, ինքը դուս կանի։ Մամայի բալաները չեն փոխվում։ Իրանք տենց սովորեցրած են մորը գրկից։ Այդ մամաներն են չեն թողնում իրանց տղեկին կամ իրանց աղջիկեկին։ Իրանք չեն կարող ամուսնացան վաղ մեկանան, մեկ դառնան։ Միշտ մեջտեղը սենց խանգարում։ Պապայի բալաներ շատ քիչ են եղնում։ Մեծամասնությունը մամայի բալաներ են։ Չգիտես ինչի մամաները այնքան շատ են սիրում իրենց երեխեքին, որ իրանք չեն էլ հասկանում իրանց սեփական ձեռքով ոնց են երեխը տունը քանդում ու դժբախտացնում։ Այս է մամայի բալան։ Իրանք ասում են դա ես քեզ շատ եմ սիրում, լավն եմ կամենում, ու ամեն ինչ անում այդ տղեն։ Գժվի այս երկուսը անակ ձեր։ Հերս որ մոր կուրքի պես սիրում էր իր կնոջը։
ու ինքը չգիտեր որ կողմ անցնի, ինքը չուներ մի մարդ, մի հոգևոր մարդ, ու խելացի խորհուրդ տար, ոնց հարգի էձեմ մորը, ու իրան չանարգի, բայց իր իշխանության տակ չմնա, ոնց չմերժի կնոջ ու պաշտպանի էձեմ մորից, որ կինն էլ չանհարգի մորը եւ իր սիրտը չկոտրի, չուներ, ինքը պրոստը երկու քարարան տարապում վառվում էր։ Պատկերացրեք, նորմալ բան է, չէ՞, ու մի բարձր են ծերանում, մի կրավատին են քնում։ Իրանց առաջերվանից տարբեր կրավատ են դրել։ Եթե կեսուրը ներս մտներ տենար որ հերս կրավատը միացրել է, չէր խոսում հետը։ Այդ օրը մորը սևորն էր, ծեծում էր տալի։ Հերս հիշեցնում էր պատվալ, պրոմնիկը միացնում էր որտեղ մեր մոտ հավլաբարում, տները մի հայաթում 5 հատ 6 հատ տուն կա, այդ անց դворնիկներ են։ Այնտեղ մի հատ կարդուն է, ասես գորած լսում է։ Ով հարևանը չլսեն, պրոմնիկ ուժեղացնում էր, բայց օգուտ չուներ։ Սալդասկի կամոր ծեծում էր։ Պրոստը, մաման այսօր նաստրանք չունի, դու ես մեղավոր։ Գյուղացի գալիս էին տուն, կեղտոտ, պանիր հոտը վրից գալուց, սա գյուղը գալիս էին մեր տուն, որ այդ գյուղացին իրանց ընդեղը ապրում առաջնից եղել, չէ՞, գազի ծխամ չէին գնում։ Գալիս էին գյուղացի տունը։ Սաղի կոշկիները պետք է լվար, սրբեր։ Ինքը իրավունք չուներ խալաձենիկը բացեր։ Դաժե հղի ժամանակ մի բան ուտեր, ինքը պետք է անպայման սպասեր, տվին կուտի, չեն տա, չի ուտի, կմորանան, մի թոմ մոռացան, ուշադրություն չդարձրին, կարող օրը սոված ասնի։ Երբ որ ես նայում ասում, մամա, դու ինչ ես համբեր, ես ու մեծ եղնեի, հալոտ հորս կսպանեի մորս խաթուր, այդ կակ մինիմում, եթե չսպանեի, աշխարհիկ վախս էլ, ես ձեզ իմ ձեռոց կբաժանեի, ես չի թույլ տա, ու ինքը ասենց ինձ դիվացել նիկը վրա, ես կյանքիս մեջ ոչ մեկի չեմ լսել սենց բան, հազար մարգաման մարդիկ կան, հազար պյանից մարդիկ կան, նեղեցնում են, ծեծում են կանանց, բայց այդ աստիճան, որ սերը ամեն ինչ կարա ծածկի, դա իմ աշկում եմ տեսել, մի օր ինքը շատ հպարտ մարդ էր, այս բարեկամները չէին հանգստանում, մորս էլի ատում էին, ոնց որ իրանք որ տենում են այդ սերը, գիտեք սատանան սերը ատում է, գիտեք ինչի, որտեղ ինքը գիտե սերը Աստված, որ սերը հետի մեկի մեջ եղնում է, ինքը ամեն ինչ ամենա քանդի է տարբերություն, ամեն ինչ կանի, որ սերը չարություն դառնա, որ սերը ատելություն դառնա, որ մարդը չի ջոգում, ինքը արդեն չի սիրում է, ինքը ատում է, ասում առանց քեզ չեմ կարա, առանց քեզ չեմ կարա, սա կոչվում է կախարդություն, էլ կախարդ չէր մնացեք այսօրը, իմ տատիկս, որ չգնար, թուղթ ու գիրչաներ որ իրանք բաժանվեն։ Աղեքալակ մի հատ մերինակ յուղ կա, այդտեղ մի հատ կախարդ կա, ինքը այն սատանական զորությունը, քո անունով քեզ կարա կանչ ու ասին չեմ ասեք, ու այդ օրվանից դու իրան ես, ինքը ինչ ասես հավատալվես, դա է սուտ բան։ Պատկերացրեք, այդպես կախարդների մոտ էր գնում, որ այդ մարդկանց բաժանի դրամա, այդ կախարդությունը վրիներ ազդորն է, որովհետև իրանք չունեին պաշտպանություն, Աստծո ծածկոցի տակ չէին։ Ու այդ խեշ հերս իմնա հորս վրին էր։ Մորս համ սիրում է, համ ատում է, ոչ կարա հետ ապրի, ոչ կարա անցիրան, երկունը դժվում է։ Գիտեք, սերը չես կարա ստիպես։ Ոչ ոք չի կարա ոչ մեկին սիրասին եւ սա մի հատ զորություն ունի այդ սերը, անկախություն, անկախ որոշում է։ Սատանան կարա մաքսիմում քո սերը օգտագործի քո դեմ, որ դու պրոստա ջարդվես ու հիաստափես մեռնես քո սիրո պատճառով։ Բայց եթե քո մոտ աստվածային սեր կա, դու կջարդես ու մեռնես սատանային սաղյա նպատակները։ Խեժ մամաս ես չեմ գիտա, չբեր։ Այ մարդ 14 տարեկան աղջիկ է, երեխա չունեն, ինչ եք ուզում այդքան, ծեծում էին դրա խաթր, չբեր։ Այ գեղացի, այ կռո, ինքն է գյուղից է, այդ կեսուրը ինքը գյուղից է։ Կանգնում էր հալու արած, մելա նայ, հələ քո ֆիգուրիտ նայ, այ գեղացի, հələ ինձ նայի, պատկերացնում եք, ես sense բան, ես չգիտեմ, ինձ կինոյում չեմ տեսել։ Բայց հետաքրքիր է, ես մերս, ես լավ հիշում եմ, երբ որ կեսուրը մեռավ, ինֆարկտ ստացա, լացում էր վրին։ Սա հարևաններ ասում, մենք ասում ենք աննորմալ է, չեք հավատում։ Ես որ մեծացա, ես հիշում եմ 2 տարեկան էր տատիկս մահացա։ Ասի մա դու ինչ էր վրին լացերնում։ Ասում բա դու ասում եմ մի ավրին չէին լացերնում։ Լացես գալիս որ հերիտ է լացերնում, որ հերը տանջում է մորը խոսես։ Սերը ամեն ինչ տանում է։ Սերը իրանը չի փնտրում ժողովուրդ ջան։ Սանես լավ քարոզիչ կերել, ես ասում եմ ինչ որ ես տեսել եմ ժողովի։ Մենք կարող սիրուց խոսանք, քարոզենք, սիրու մասին երգենք, բայց սեր սերել չսովորենք։ Ես մարդու մեջ դրած էր արդեն այդ պատվիրանը։ Գիտեք, երբ որ ես արդեն մեծ էի, մոտ մի 6 տարեկան կներ, հերս էլ բեր չէր նստել,
Հարևաններս ասում էին Վալոդ Վլադիմիր էր անում, Վալոդը, Վալոդ դուխո, Վալոդ կուրտոից հորս այն կամին հկովում, ինքը պարտացիրան կորցեր էր։ Ասում էր 7 բաժանաղ իրանք։ Մի հատ բաժանաղ ուներ, խմող էր, խաչիկ էր աննա, միշտ ծաղում էր, ասում է 7 բաժանաղով ճամփա կերթայինք, մարդ եմ չկար հետը խոսեի։ Սա մեկից խուժ է, սա ահավոր դեմք է։ Ու ես բաժանաղների մեջ սաղիտ ահավոր բաժանաղը հերասեր։ Սա վախում են այդ մարդուց։ Վախում են, աները, ոնց սա վախում են։ Իշքան նագլի տեղնի մարդը, որ սիրուհուն վրացում բռնի, բերի զոնքաչի տուն։ Հավատում եք, ես ասում եմ, ես իրա մորքուր ասում եմ, Վալոդ ջան, դու ես տղա ես, սա գժում են քեզ հիմա, չի ասում եմ, հա։ Ասում եմ, Վալոդ, ոչ իվանի չի, այնպես նամյոկ տվին ու հերս վեկանի տանի ու ցույց տավ, ես ոչ մեկի չեմ վախում, զոնքաչը ով է։ Հայ հիմա զոնքաչը նիշի սորտի էություն է։ Բայց չհասկանալու բանը զոնքաչը քո կանանջդ մերն է։ Պլյուս այդ կնգան դու այնքան սպասիբա ասես, որովհետև քեզ մա երեխա է մեծ, ասու քեզ նվիրել է, դու այնքան դի սիրես ու հարգես իրան։ Մորդ չափ, եթե ոչ մորից շատ։ Թող հայրիցները։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս մարդը բերել էր ու ես դեռ եմ եղել։ Ու մամաս ասել է կարիդորում նստի, մենք սենյակում առանձնացել ենք։ Գիշերը պապս տուն ա գալի, քերստոնից փախել ա վախում, չգիտե չանի, զենք ունի մոտը։ Բայ աղջիկ ինչ է այստեղ նստած լացում կարիդորում։ Ձեն չի հանում։ Ներսը բացում են տենում է որ փես են ու սիրեկանը պարկած են։ Գիշերվա ժամ 2։ Այնտեղ տատեկից իհարկե կնիկա ամենա դուխովն էր, սկսեց բանանից էլ երես հանես պիստոլետը, խփեմ սաղի, լավ եմ արել։ Ու տատս իր ձեռքերով զավելին գրից հորս նստեցրին բերդ։ Ու տատս դարավ ստուկաչ, հերիքչել քծիպ կնիկ էր։ Մարդ ծախող, այցախ գյուղացիք ասին թեզերբական երեխու մարդուն նստեցրեց, всё, էսա Վալոդը բետից դուս եկավ, սրան կսպանի ու սա սպասում էին դրան։ Էսա, ու ինքը ատողում նստեցրեց։ Դա ինքը դատի ժամանակ advocat չէր ուզում։ Դուք հավատում եք, այնքան նենես լեզուն էր, դատավորը չէր ուզում իրան դատեր։ Ասում եմ, այս լավ մարդուն ինչ եմ բերի մոտ։ Ասում են, դատի ժամանակ ասում են, զենք քեզ որտեղից։ Ասում եմ, գտել եմ։ Մոտը ինչ ես պահում։ Սիրում եմ էլ ասում, ինչ եմ պահում։ Ոծին եմ։ Ինչ էր հանե կրակում։ Ասում մկները քնելը խանգարում էին։ Պատալոկը բազազում կրակեցի։ Անես լեզու էր թափում, այդ մարդիկ ծիծաղում էին ու ասում են ու իրան տվին ուսլովնի։ Ընդհանուր 2 տարի դիգնա ստուգվի բան ազատություն։ Լողական մարդ է, դա հարգված բան չի, ոնց հասկանում եք։ Եկա լավ, չգնաց։ Հետո եկան նստեցրին։ Դատի ժամանակ ես երբ որ գնացի անտենալու, կամերեն բացի հերս փախավ։ Ասում հանցագործ ենք ես արտնում։ 2 տարի ջրվեժում փախած էր, հետո բարեկամները մատնեցին, նստեցրեցին, որովհետև ով դի հանցագործին պահի ում էր պետք իրան։ Բերդում մենք տեսել ենք մեր հորը հարաբերությունը, երբ որ կողքը ոչ ոք չի եղել, ոչի բարեկամ, մորս չէր նեղացնում։ Տենց։ Այդտեն չէր նեղացում որ առաջ։ 2 տարի է եղել։ Սիբիրում, զոնում մենք ապրել ենք, ու մենք տեսել ենք հորերես ու տեսել ենք մոր ու հոր վերաբերմունք, որը երջանիկ ենք։ Մենք Բերդում ենք ապրում, զոնում ենք ապրում։ Ոչ մի բան չկար բացի անտառից, միրգ չկար, ոչ մի բան չկար։ Մենք էր Վրաստանի ժողովուրդ միրգ սիրով, ոչ մի բան չկար։ Մենակ հանցագործ մարդիկ։ Անեց վատ տեղ էր, որ այնտեղ շներին կարան բնեին ուտեին մեր շներին։ Անեց ահա որ ստրաշնի տեղ էր, որ բռնավորները կողքի հարևանի կնոջը ոնց ասեմ վատ վերաբերվել էին 5-6 հոգով բանուկ ու մարդուն ծեծել գցել գնացել են ստրաշնի տեղ մի բուտել կարաղի հիմա մարդ կսպանեին 88-85 տիվ պատկերացնում եք մի օր այդտենց ապրում ենք ու մի օր տեսնում ենք մի հատ մարդ է մտել մեր զաբորից ու պատուհանից նեսան է միշտ գանեք խեշ մերս մենակ է տունը հերս կարծերում է նստած 15 սուտկա ես 12 տարեկան աղբերս 15 տարեկան դուշն ուժեղ մալոր շները սա մտել են տանտակ մենք հետ համբավ լսող մարդիկ ենք տեսնում ենք մենք որ ենք ապրում անեցա որ գան սպանեն դաժե ոչ ոք չի իմանա Սիբիրիային կողքի տունը շատ է խաբարում գիշերն դեռ ինչա կատարում երեխեքին սպանել ինչ դժվար բան է վարի ժողովուրդ Պատկերացրեք այդ մարդը գալիս է մյուս կողմից, որ մտնի ներս, եւ մամաս ասում է, «Վայ, ինչ անենք, Դավիթ ջան, տապորը եկալ է կանանեմ, ես դրա մոտ ձեր տողերը ասում, հենց նես մտի խփեմ, մորս պաշտպանեմ»։ Ախպերս լավ է, ֆայմը որ
տանտակով մտել էին փոս էին փորշեները բացում ա բանս մա լադա շապան նայքա չէ ֆաս ու փագում ա ու այս շներ դուս են գալի հիմի այս մարդուն մեծ էին գզե ու հազի փախել էր հիմի պատկերացրեք հորս վիճակը ինքը կարծերից գալիս է տուն մեկը սիրտան հանգիստ չէ տունը կնիկ երեխեքը մեկ է նայում ա Արունա գնում ա դնում ա մեր հայաթը մնում պատկերացնում եք քիչ մարդու վիճակ Նես անգամ նես սերենք են մատներ քիչ մի ջարդեր երեխեք հայ ու բան չի եղել տեսավ սա նորմալ այս ինչ արուն այս ինչ բան ա պատմեցի քեշերից քշվեց Ղրգելն էին այդ մարդուն որպես հայ ինքն մեծ գումար էր աշխատում ռուսերեն նախանձում են պրապորշիկներ դուք պատկերացեք սովետի ժամանակ 1000 ռուբլի ամիսով կար աշխատի ինքը էդի կակ կողքի խալտուրա էր պլյուս օֆիցիալնի Բարմյան деньги делает ու սենց մի շիշ արաղով ղրգել էին որ մնասեն բայց պրոստը տակ Համա գործից հանեք ինչ եք մեզ բանա գործ չեն կար հանեն որովհետև պրապորշիկ մոտիկ ընկերներ Այդ սև օրերը ապրելով մենք շատ երջանիկ ենք եղել Ես չեմ գիտա հերս այդ մարդուն ինչ արեց գիտեմ որ շան գզածը հեշտ է գտնել այս բանացում Այդ մարդը սաղա մեռավ ինչ եղավ չեմ գիտա բայց մի բան գիտա որ այնպես վատ տեղ եք ապրում որ դաժե իր հնգերը խորովածի ժամանակ դուրս եկավ սիգարետի հետ չեկա Երբ հերս իմացավ որ ասպաներ զոնի նայողներ ասես Վլադիմիր ты хороший человек тебя уважаем много знаешь мало спрашивай а то с некоторые трупы выходит հասկացին հորս հետո же քոնգերն տենց ենք որոշել իմ դասատուս դիրա մարդուն Կասիմսոտու տրակտորը վրից անցել էին պրապորշիկ այս այնտեղ ապրում ենք ու ես ու ախպերս գիշերները չենք կարող քնենք վախից նոր ոչ տելևիզոր կա ոչ բան մի բան կար որ աստվածային դրած էր մեր մեջ ու մենք չենք գիտա ու աստվածաշնչում կա ես ու ախպերս նստած երազում ենք ասում ենք պատկերացու մի այս աշխարհում խաղաղություն եղել հավիտենական որստեղ դաժե կենթանիները իրար չուտեն որ մենք կարողանայինք ջրի տակը շնչայինք որ մտքով ուզենանք հայտնվենք թիլվիզ էլ չմտածենք փող կա չկա թիլվիզ հայտնվենք հետո մտքով ուզենանք դպրոց ու սենց մի դրախտային բան ենք պատկերացնում խոսում ենք դրա մասին երազում ենք ու տեղ նկիշեր քննում ենք ամեն օր մենք այդ երազանքներով ապրում ենք երբ որ ես ապաշխարեցի չտեսա որ գրածա դրա մասին ես ապշոտ եմ մնացել զանգի ախպասում հիշում ես հիշում եմ ասում դու գիտես որ դա աստվածային էր մեր աստված այդ դժբախտության մեջ յուր հատուկ ձերը դերել ասես պաշտպանել է յուրը հատուկ Հանդիք շատ վատ բաներ չեմ ուզում պատմեմ, տահավոր բաներ են, բայց մի բան ասեմ, որ ես հիմի եմ հասկանում ինչ փոսից այդ Աստվածը։ Այդ ոնց Աստված պաշտպան է, այնտեղ ահավոր մարդիկ կային։ Այնտեղ ամեն տեսակի ստոր մարդիկ կային։ Այնտեղ երեխեքը դաժե կարային կորեին։ Բայց Աստված պահել է յուրահատուկ։ Եվ այդ ամեն այդ չարության մեջ մի լույս կար։ Այդ սերն էր մորս ու հորը, որ մենք նայում ենք, երազում ենք, որովհետև հազի մեր հորը տեսանք վեճնի վերտում ա եղել։ Երբ որ ինքը եկավ, բայց դուս եկավ, ինքը իր զոքանչին ներեց։ Սաղ սպասում ենք կսպանի, ասեց ես եմ մեղավ, ես կնիկ ինչ ան, ինքը հասկանում էր, տարածը արելիք չէր, հասկացանք դուխով մարդ ես, էդ ինչ անելու բան նայում էր, հասկացանք սաղ վախենում են, էդ ինչ անելու բան ու մորս նամակներ էր ղրգում, խոստովանում էր, Ռոբերտից դուս գա ձերքի մեջ կպահի, բամբակի մեջ ինքը հասկացել է, որ ու Շուշանիկի չարչարանքներ գիրքը իրան էր վերգած, մեզ քու մասին է գրած, ես այդ դաժան մարդն եմ, դու ես Շուշանիկն ես։ Մամաս օր էր հաշվում, երբ դի պապան մեր ամուսին դուս գա։ Ես սպասում էի այդ րոպեին վարկան երբ դի հերս գա ու վերջապես իրանք իր հետ են մամաս այնքան մասիրի հորս, որ ինքը բերտում շուշուչ որ հանում հոտ էր քաշում։ Մեզ ու նայում էր ինքը բացի իր մարդուց ոչ մի դոշնի հերն ասում են նայ խոսած ձևը։ Դաժե ուրա հենց ոնց է ջղայնան։ Ուի քուցավ դա հայ ջղայնած է։ Այմա կատաղել եմ հորս պես նորմալ ինձ տանել է ուրա։ Հələ նայ ասում է Դավիթ ջան, էսի քո papai առաջվա սիրեկանն է։ Ասում եմ Դաժե իրան ես հավանում։ Ասում այդ ջահել տղա։ Ասում մամա լավ էլ էս ու ասում այ մա ու մի 6 հոգու ցուցադրվի ինձ Վրաստանում։ Ասենց անչարություն ես չեմ տեսել։ Ասում մա քեզ ասում են ու դու աննորմալ ես հաստատ աննորմալ ես։ Դու իրաց ոնց կարաս ներես։ Ասում ինչ անեմ։ Որը դու չես ճանաչում, նա տենց է։ Նա ինքը ընդունել է իրան ոնց ինքը կա, այ սենց, դավաճան։ Ինքը լիժբի հետ է եղել։ Все равно, դավաճանի, չի դավաճանի։
Դե ասեք սա նորմալ սեր է, սա նորմալ սեր է։ Սա մենակ կարելի ասել աստվածային սեր է, սա մարդկային չի։ Մարդկային չի, մարդը չի կարող տեսների ու դե թշնամուն սիրի։ Հավատում եք, որ երբ որ երկրորդ անգամ ինքը բերեց սիրեկանին տուն, այստեղ մենք մեծ ենք, իմ հնգերն էլ անտեսել դա։ Այս սիրուհին առավոտ վեկանոտ մամա սեղանա գցի։ Բասու պատվիրան անում, թշնամուն ասում սեղան գցի։ Այս սիրունի ամոթու չէր կարող հացը կուլ տար, մտածում էր այն մարդ։ Դու ինչ ես ինձ կանչել Ռուսաստանից քո տուն։ Այս սուրբ կնգանին չես նեղացնում։ Երեսը չէր բան, ես տենում հետ կնիկ իրան վատ ազգում, օրենա հաշում է բիլետի ժամանակ տրդի գնա, այլ չի կա դիման։ Ես այդտեղ տեսա չարին ոնց են հաղթում բարությունով, ատելությունը, սիրով։ Ես այդտեղ եմ տեսել։ Ինձ ոչ մի հորիվ չի սորցի, ոչ մի եկեղեցում չեմ այդ տեսել։ Ես տեսել եմ իմ ընտանիքում այդ չարությունը եւ այդ սերը։ Ու գիտեք, այդ կնիկը գլուխը վեկալավ փախավ։ Իրոք, այդ ամոթից փախավ։ Ու մերս միակ կնիկն էր, որ կարողացավ այդ մարդուն պահել կողքը գոնե երեխեքը տենան հեր։ Թե չէ մերս ոտոն չսիրել, մերս վաղուց էր կյանքը կորտակի։ Հետո ես իմացա մի բան, որ ես կյանքում չէի պատկերացնում։ Իմ հերս ինչի էր չարացել ձև։ Ինքը սրտի մեջ ուներ չներում։ Ու ինքը ոչ թե մարդու էր ատում, ինքը իրան էր ատում, ու իրան չէր կաներեր։ Ես մի անգամ տեսա, որ Անդրանիկ Պապիկի մեր հարևանը հավատացյալ բապտիստ էր։ Ինքը լացերներով դուրս էր գալի։ Հետո ինքը մահացել էր, հետո իմացա, որ Պապիկի մոտ գնացել խոստովանել էր, Պապիկ ասել է Հիսուսը քեզ սիրում է, արի Հիսուսին, քեզ ներիշ կամ մեղ գործես, ասավ ես գիտեմ։ Գիտեմ ու Հիսուսին կների ազ չարակն է, բայց չարի կա, որ ես չեմ ների ինձ։ Իմ հայրս մի օր խմած տուն ան գալի, ես ունեցել եմ քուր։ Յանում Մայա էր։ Մայիս ամսից ծնվել Մայա էր։ Շատ գեղեցիկ երեխա էր, հրեշտա։ Ինքը երեխուն կրկում է, խմած ես ոտների չի ջուրում, թարս ապրնել, թե ինչ անում երեխեն մեռնում է։ Որը երեխեն մեռնում է ձերքի մեջ, պատկերացեք դրանց հետո ոնց դի ապրի մարդը։ Ինքը երազում էր աղջիկ երեխա ունենա։ Ու այդ երեխեն, որը երազել է ծնվել է, իր ձերքերով սպանում է։ Ոնց ապրի դրանց հետ։ Ես հասկանում եմ, մենք ապրել ենք Արիոլ քաղաքում 92 թվականին, մենք կարանք ասենք միլիոներ ենք, այդ վաղ ոչ ոք չէր գիտեմ միլիոնի բանը, ես արդեն 12 միլիոնի ապարոտ ուներ, ու երաստարկում դոգովոր ուներ 95 միլիոնի։ Եթե ինքը սաղերներ, դոդի կագո ում եք ճանաչում միլիարդը, իրապես չէր եղել։ Այն վաղտի կարթե միլիարդ։ Բայց հավատում եք այդ հարստությունից մենք ոչ մի բան չենք տեսել։ Ոչ հակել ենք, ոչ կերել ենք։ Պրոսը գիտենք, որ դա կա մեր մոտ ու վсё։ Երկար չտևեց այդ ուրախությունը։ Խեժ հերս չէր կարող ապրել այս աշխարհում։ Ու իր մոտ այնց էր բացված ներողամտությունը, դուք դες ներողամիտ, մարդ չեք գտնի, դաժե սրբերի մեջ։ Պատկերացրեք, որ մի մարդ եկավ իրան սպանել էր ուզում, գրիվ էր արել, ծեծել էր։ Ու ինքը ձեռքից բռնել էր պիստոլետը, կրակել էր գետին։ Սպես նազեկել տարեկցել է կարծերում այդ մարդը իրանց ներողություն էր խնդրել։ Մորը զանգում, ասում է, ընկերս գսմենի գա, ինձ բացք թողնեն, սեղան գցի պատվավոր մարդ է գալ։ Մենք գինենք թե նաճանի միլիցին ապերում պատվ։ Մեկը տենակ սեղանը բերել, ում անստացնում իրան սպանողին, նստացնում է սեղանի կողքը, ասում է լավ պատվավոր հույր ունեմ։ Մենք սես նայում ասում եմ, հասկանում եմ մերես գիժա, այս սիրանից բետար գիժ, ես ինչ են անում մարդու կնիկը։ Սենց բան ոնց կարա եղնի տո։ Ասեք, որ ամբիոնից տես քարոս կլսեք, ես չունեմ դու տես բան նայում, ասում եմ, բա դու հասկանում ես մի քանի ժամ առաջ, այս մարդը սպանելու էր քեզ մեզ որ պետք տողնելու։ Դու ինչ ես այս մարդուն ներե։ Ասում է տղա ջան, ինքը ներողություն է խնդրել, իսկ Քրիստոս ասել է, եթե դու ներես, քեզ է կներվի, ես այնքան մեղավոր մարդ եմ, ես ներման կարիք ունեմ, ասում եմ լսի մամա, պապա, դու հասկանում ես հարազատ, որ ինքը քեզից ներողություն է խնդրել, որ դու ձեր պիստոլետը խլել պահել ես, ինքն էլ միլիցիա է, իրան կնստեցնեն, իրա շահիմա է ներողություն խնդրել, ասում եմ ես գինդ եմ, ներում ասում եմ իրան պետք չի, ներում ինձ է պետք, այն մարդ ոչ մի հովիվ ինձ դες բան չէր սովորել, ես ինձ չէի ջոգե, ոնց են ժառանգ այդ ներումը, ու միշտ կինս չէր ասում, այն մարդ դու ինչ հեշտ ես մարդկանց ներում, ու մորանում, թե ինչ են արել, ես նույն մարդը վստահում էի, նույնիսկ գցում էի, նույնիսկ խափում էի, ասում եմ, ինչքան միամիտ այ մարդ, պաստանի մորանում եմ ես մարդը չարություն արել, գոնես զգուշանամ, հետո ես հասկացա, ժառանգել եմ, տեսել եմ, սովորել եմ, երեխեքը տենց են, ծնողների այլին են։
Դուք հավատում եք, որ այդ մարդը այնքան հարգում սիրում էր իրան։ Մի անգամ դուրը օֆիսում թակեցին, զանգեցի հորս, ասի, պապա, օֆիսում ինչ-որ դուր են ջարդում, էլ արի, հերս վախից ընկավ, իրան թույլտեղ երեխեքն էին։ Ոնց էր վազել, իրենքը պոկել էր։ Իջան մարդը, այդ մարդուն բռնեց, ու ինչ է օֆիսի երեխեն մեջը ծեծեց, ջարդեց։ Ինչ տեցում էր կոշիկներ հակից հանում, չեմ հասկանում ինչ է, կամ կուրկիներ հանում կոշիկներ, իա ոչ պետք չի, բայց տենց էր ինքը մարդկանց։ Իսկ ոցարել ու չերան։ Մերնելուց հետո այդ մարդը իմացավ, հերս մերել է, մոտիկացավ, ասավ, ափսոս, ինչ լավ մարդ էր։ Դու ասում եմ, այս մարդիկ ինչին է այս ծեծելուց հետո ինքը հավատացեք, եթե ծեծեց, ինքը ներողություն խնդրեց, տանում պատիվ էր տալի։ Ներողամիտ էր, վերի աստիճանի, ու մարդիկ գնահատում էին դա։ Ասում էր, սենյակ տես բան չեն տեսել, դա համար սիրում են իրան։ Ասում էր, ես կուզենայի, ինքը սաղներ թոմյատել ինձ ծեծեր, ափխազ էր։ Կան ենք ապեր 2 տարի։ Պատկերացնում եք ինչքան փող եք կորցրել, 2 տարի լյուքսում ապրես։ Ասում էր, ես հպարտ մարդ եմ, ես պետք է տուն առնեմ Բելի դոմի մտեղ մերիա կար, ասում եմ, մերիային կողքը քեզ ով տա հողը դու։ Ինքը կաներ էս սաղներ, բայց չհասցրեց։ 92 թվին, նոյեմբերի 11-ին, մորս ու աչքի առաջ, եւ պապիկիս աչքի առաջ իրան սպանեցին։ Այդ կուրքը, որ սարքել էր, մամաս իրա կյանքում լքեց իրան։ Մեռնելուց առաջ կաչեց ինձի խմած, ինքը խմած մեկու խմել ուրախանում, ինքը խմած վաղ բարի էր եղնում։ Այ վաղ հետո վախում է խոսάει, ահա որ մարդ էր։ Ասեց նստեց ջեբից նկատակարան հանեց, փոքր Գեդեոնի նկատակարան։ Լավ ցեղավ, մեռնելուց առաջ։ Ասեց Դավիթ ջան, ես այս գրքով ուզում եի ապրել, չկարողացա, ես այս դաժե արժանի չեմ։ Բայց եթե դու ապրես, երջանիկ տղա կեղնես։ Մի հատ բան ու հեր ու տղա նստել խոսել են մեր կյանքի մեջ այդ այ։ Մի անգամ Սիբիրում հարցեր 12 տարեկան, որ մեծանաս ինչ ես ուզում դառնաս, ասել եմ Մարիակ, ասել շատ լավ է։ Մեկ էլ էց ա եղել 15 տարեկան։ Ծնունդի օրը Աստված իրան բացել էր, երբ կմեռնի ու ոնց կմեռնի։ Ոչոք չկար հարազատներ ջան։ Նստած ասեց երեխեք, ես 33 տարեկան դիմահանայի, բայց Աստծուն խնդրեցի, որ ինձ չտան, ես արժանի չեմ Հիսուսի տարիքին մեռնեմ։ 34 տարեկան ես կմեռնեմ։ Իմ դիակս կտանեք Վրաստան, չթողնեք ստեղ։ Ինձ կսպանի իմ հնգերը։ Եվ ամաքայամի խոսքեր ասեց։ Այեղ աչքով նայի քո ընկերոջը, քո հնգերդ հանկարծ չերնի ամենամեծ թշնամին։ Ու խմած վաղ, երբ որ ուզում էր համբուրել իր ընկերոջը, դուրով բացեց ընկերը տանակ ու խփեց սրտը։ Մեռնելուց առաջ վերջի խոսքեր ասեց Հիսուս ջաններ ինձ։ Եվ ժպիտ երեսը մահացավ։ Մենք մնացինք որբ 15 տարեկան ու 13 տարեկան ու 32 տարեկան մայրս։ Մենք ամեն հիմք ունենք չարանալու այս աշխարհում, բայց մենք չենք չարանում։ Ես երթվել էի հորս գերեզմանի վրա ու այդ մարդուն ես կսպանեմ եւ կնկարեմ, այդ նկարը մերեմ հորս կնվիրեմ։ Իմ մամաս վախում էր կռվից եւ վախում էր բանտից, բայց այդ ոնց ասումից այն չէր հանում։ Ոնց որ թե լուր համաձայնության էր գալի։ Ամեն տարի ազգը ասում էի, որ չմոռանամ, Սոբնիկով Սաշա, հասնեն կրկնում էր, գնամ արի որ գտնեմ, սպանեմ ինձ դրան, ինքն իր դժբախտության պատճառ եղավ։ Ամենամոտիկ ընկերը իրան սպանեց։ Չեչենը չէր կարա սպանել իրան, Դաղստանը չկարողացա սպանել իրան։ Սպեսնաժի աշխատող չկարողացա, նա թույլ ալկաշմարդ, միամիտ տեղ է, ուժը չրգեց իրան, խփեց ու սպանեց։ Եվ ինքը զոհ եղավ։ Իմ պապիկս չգիտեր ինչ աներ։ Բարան մարդ էր, գնաց Վրաստան միլիցիանից առաջ կրասկեն լցեց վրին, բենզին չէր ճա ու վառեց։ Ասեց արտարություն չկա այս աշխարհում։ Երախո սպանդողին մի տարի հետո ինչի բաստողին։ Դաժե չդատեցին։ Մի հատ գիժաբողն էր, ասեց Դավիթ, դու 16 տարեկան ես, ուզում ես հորից սպանես, ասի հա, զենք բե ես դատի վաղ կխփեմ իրան։ Այս մարդը գիտեր, որ կստիան վրեժ կլուծի, երբ որ ինքը նստած էր դատի ժամանակ, այսին զաբոր էին արի միլիցիայը, որ իրան չտենա։ Եթե դա չեղներ, ես կխփեի իրան։ Բայց Աստված պահեց ողորմից ու ծառայեց։ Ով որտեղ ներկա է, հերս ում որ սիրում էր, ու մորս ասում էր կոշիկները մանկրի, Նիկոլա Իվանիչ կար, հորպես սիրում էր հերս իրան։ Ինքը հորս դեմ ցուցում էր տվել։
որ հերս է իրան ուզի սպանի, ոչ թե ինքը ինքնապաշտպան է։ Ես անարդար աշխարհում էլ ինչ եք ուզում տենաք, ոչի բան չկա։ Ես ամեն հիմք ունեի չարանալու։ Հանցագործ աշխարհում ամեն օր հեղինակություն էի փնտրում, որ ես հեղինակությունից եք բերեմ, որ ավելի շատ հնարավորություն ունենամ։ Ուզում էի գող դառնալ։ Տիլիզում գիտակ չէ, ամեն պատիզում մի հատ գող կա։ Մեր պատիզն է ես ուզում եմ։ Գող ընկերներ ունեի ու խելքերին էին ընկել։ Բայց ինձ տավտարից պետք չէ, ինձ պետք էր այդ մարդու վերեժը լուծեմ, ես մորս արցունքները չեք ատել։ Ու գիտեք, լավ մարդ կար մեր թաղում, որս ընկեր Ալիկը։ Այդ մարդը մեզ դերատար, այսպես իա թաղումին է եկել։ Ինձ իմ հորողբերները քերիկս չեք ան հորս դիակտաները։ Բախում էին 90 թվականին, ասում եք այն մարդ իրան բիզնեսի խատու չեն սպան, ինչ եք բախում, առաջ հիշում եք, սաղ բիզնեսներին սպանում են։ Գողերը խնդրել են հնգիրոջով հերգել են վրին, էլի գողերին փող չէր տալի, ինքը պրեզիդենտ չէր գալի ոչ մեկին։ Չեկա վախում էին։ Եվ այսօր ում թաղում եկել եմ, հնգիրոջս հերնա, հնգերներից հերնա, ու իր հնգերնա, ոչ փող ուներ, ոչ մա խեժ մարդը եկավ դիակը Վրաստան վրացական թղթեր սարքեցին Բերիձի ազգանունով, որ չեր զբաղողում դիակը դեն չգցեն, ուրիշ ճամփա չկարտիկես։ Ու մի բեր բերեցինք 14 օր դիակը դիմացավ։ Պապիկս վարված միջև ոսկոր անկողին ընկավ։ Ու ասում է պատվի հորն ու մորը, սիրելիներ, պատմությունը շատ երկար է, չգիտեմ կխասեցնեմ։ Ես այդ պատվիրանը տեսա ու տեսա անիծքի հետևանքը։ Հորողբերս միշտ ամաչել է, պապիկս խմող մարդ է, կարող դուս ընկներ խմած, կարող կողքում ասներ։ Հերս միշնակ աղբեր էր, որը աղբորը ծեծել, ասում է, լսիկ ու հերնա, շատ բան են ասում, ամաչում եմ։ Ասում են հերետը դի պարկազա լավ է չկին, դա այդ տղակ ու հերնա, վեկար գրկի բերտուն, հետո ինչ անեք էտ է։ Տեսնում եք, իրեք աղբերն ասում, մեկ ավելի ասում մոտեք էր։ Ու ես հորողբերս իմացավ, դա չնեղվեց։ Տարան պերևյասքի, ու այդ պերևյասքը դեռ չփոխվեց, մի տարի փթեց, սպասում է երբ դիմերում տանի թավի։ Դուք աստված տա չտենակ ինչ որ ես տեսա, կենթանի մարդով ժիվոյ փթի, հոտի, ու ցավ չզգա։ Այստեղ նստած հանգերես ինքը կարա հաստատի։ Ժողովուրդ ջան, մի տարի տակը մաքրել եմ ու կերակուր եմ տվել։ Շունը տեն չի մեռնում, ոնց որ պապս տանջվեց հնում։ Դուք հավատում եք, ով չի արել, չի արել։ Տեղը ոնց որ ու արդեն սկսել էր սեն ծակեր առաջանալ մեջը փդել։ Ու այդ դիակի հոտից մերս չէր կարող խեշկանիկ նես մտնել, ես եմ մտնում, չգիտեմ որտեղ է դեզ ուժ։ Գիտեք, երբ որ լուսը վառում էի, պատը սև էր։ Հենց լուսը վառում էի, սև պատը մի անգամից սպիտակում էր։ Տարական ու ժուկ, այնքան շատ կար այդտեղ, մի անիծյալ սենյակ էր։ Պատը, ասում եմ, սև պատ չեմ կանչացնում։ Մի անգամ ներս մտա ու պապիկս պրոստինը պատրելա ծխում է։ Պապիկ ջան, ես ինչ ես անում։ Ավետիք էր անում։ Ես անուն մի ավետիս։ Ասում է տղա ջան, դե 8 տարեկան ծխել եմ, ինչքան վաղ չեմ սիգարետ եմ ուզում։ Ես էլ չեմ ծխում։ Այս 90 այն ասում է սովը մոտ ու այն 90 թվականները պապիրոս ճարեր։ Հորողբերս կանչեցի, ասի հոպար ասում եմ։ Պապիկը պրոստինը ճղելա, պապիրոզա ծխումներ, ինչ անեք, դու մի հատ սիգարետ դու ծխելի մեղ կա։ Գնաց կանես գլխին ասում, ինչ ես պրոստինը պատրի, դու ես արես պրոստինը, ոչ ինչ մեծ բաներ արի, մի հատ պրոստիներ արի պապի։ Ասում է տղա ջան, պրոստը հասկացի, ծխել եմ ուզում, մի հատ պապիրոս դու, չունեմ ասում։ Այ ոնց ես քշվեցի, եթե մի քիչ մեծ եղնեի կծեծեր ես դրա։ Դու ոնց կարաս, հորդ մի հատիկ պրիմա։ Լացեղնելով գնացի ասի ծածալիկ ջան, երբ որ հանգիրոշս հերել ասեց, ասում ինչ ախոս, այդ տղաս մտա вообще մարդ չի եղել, սա կյանքերս ուզենք տան տպենք, հորդ խաթուր ցենք չենք անի, արի մարդ չի։ Այդ մարդն էլ նեղության մեջ թամամ ոչե գնաց մի բլոկ սիգարետ արա, միջև մեռնելու վերջ հերիք արեց։ Ու մի գիշեր մոտիկանում պատան դեռ պապիկս խոսում է, պատալուկին նայելով, հա Աստված ջան, հարել եմ ողորմային։ Ասում եմ մամա, այս պապիկը Էլի գարաչ կա խփի այլ մի անգամ տենց եղել էր դիվ աչքին սատանա քենել պարա մարդը սերվանդը մեջ էր կաթեղենը դրել էր սեղանին դա ինչ ուժում էր մութ տեղը տենում էր մութ տեղը տենում էր
Եթե բժիշկը դուրը բացի կսպաներ, ու մուտտեղը հատուկ աթորս ես դրել ու հատուկ գործիքներ դրել, որ դուրը որ բացի սպանի։ Անցել է բելի գարաժ կա, բժշկվել էր, անցել տարիներ, հիմա չի խմում մի տան, ինչ բելի գարաժ կա, ասում ինչ բելի գարաժ տղա ջան, ինքը ոնց կարա բելի գարաժ կա ստանալ։ Բելի գարաժ կան բժշկված է, դա ինքը չի կարա ջան։ Չի խմում։ Նույնիսկ գնացի խոսում է, հա Աստված ջան, ես լսում եմ իր պատասխանը, բայց չեմ լսում, տեսնում ու ինքը նայում է պատահելուկին, ինչ մեկը դատ է վարում իր ավրին։ Ու ինքն էլ պրիզնատ է գալի, խոստովանում է մեղքեր։ Առավոտը մեկացան շփիտերս մահացած։ Դու եղես ինչ մտածես։ Սա լուրջ հարց է, հարցական է լուրջ։ Թե ես ինչի են ասես մերմետով այդ Աստվածը, որ իրանց փրկում է, էջեն մարդու մոտ է գալիս։ Վերջի օրը, так что հարազատներ ջան, ես մի հատ բան կարամ ասեմ։ Եթե մեկը հերը մահացել է, մի ասա, կարող է դժոխք գնաց։ Ես քեզ մի հատ բան կարամ ասեմ։ Մեր հերը վերջի օրը գալիս է ու տալիս է հնարավորություն խոստովանելու։ Դուք դա չեք տենա։ Եթե ինքը ու Աստված գիտի։ Ոչ մի որոշում մի կայացրեք։ Չխաբվեք հավատացյալը դրախտ գնաց, կարա դժոխք գնա, ու չխաբվեք թե սխալով հայով մարդերը։ Իա սերտը Աստված գիտի, ես մեծ խոսք կա, ասում է, Երանի մաքուր ստումները նրանք ասում կտենան։ Ով օրենքով իմացի օրենքով կդատվի, ով Քրիստոսին է ճանաչ Քրիստոսը կդատի, ով չի իմացի ոչ մեկին խիղճով կդատապարտվի։ Իա խիղճը Աստված դերել է, հետը խոսա։ Ու եթե ինքը մաքուր սիրտ է եղել գելերի մեջ, փրկի տեր իրա։ Կյանքում չեմ մոռանում։ Ատենց մեծանում ենք։